Անկեղծի մասով մենք չափազանց անկեղծ ենք եւ մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը մենք ամեն ինչ արել ենք եւ շարունակում ենք անել նորմալ բարիդրացիական բարեկամական հարաբերություններ ունենալու համար այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի եւ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել եւս Եվրասիական տնտեսական միության կանոններին, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է եւ անմաքս։ Իսկ ստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո։ Ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցության կամ տեխնացու դառնալու դիմումին, հայտնի փաստ է, որ հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են մեզ ամեն ջանում, որպեսզի մենք դա անենք մի պարզ պատճառով, այսինքն ինչու այդպես ստացվում, որովհետև նրանք անդադ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ այդ հարցը ձևակերպված լինի եւ այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն, այսինքն հնարավոր չի ուղղակի հանրաքվե անել, ուզում եք դառնալ Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողությունները արված չեն։ Դրա համար հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հանրաքվե։